վերջապես համաձայնվել էր հանդիպել Հունգարիայում երկար բանակցություններից հետո իհարկե բոլորը ասում էին թե Հունգարիա ոնց է գնալու ինչ ճանապարհով դիթռնի որ չանցնի որևէ ՆԱՏՕ-ի երկրի վրայով կամ ինչ որ ինչի չեցնեն հանգարց դատարան ուղարկեն համենայնդեպս մեծ կասկածներ կար պիտի լինի այդպիսի հանդիպում թե չի պիտի լինի եւ կարողացան այդ հանդիպման բոլոր պլանները չեղել համարել ինչպես եղավ Թրամփը Վիտկոֆին ուղարկեց Պաղեստին Իսրայել այնտեղ այդ Պաղեստինյան Գազայի եւ Իսրայելի խնդիրները լուծելու իդեպ Վիտկոֆը այդ մարտնավորան ընթաց խառը հասկանում ռուսական ասածները որոնք երբ որ լավ խոսում են քաղաքավարի բարի բառերով իրենց թվում է որ սա նշանակում է համաձայնվել են հա ինքը քանի երկու անգամ սկսած Ալեսկայից եւ դրանից առաջ այդ սխալը գործել այն դեպքում երբ որ իրականում ոչ մի տես բան չկա եւ ոչ մեկը չէր պատրաստվում որևէ բանի համաձայնվել ամենանդեպս ինչ Վիտկոֆը ճանապարհին դուրս եկավ իհարկե այս գործով սկսեց զբաղվել արդեն արտգործնախարար եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռուբիոն ինչպես գիտեք ինքը երկու պաշտոններ զբաղեցնում է այս րոպեին եւ Ռուբիոն ինչ որ լինի համենայնդեպս ինքը պրեզիդենտի ոնց ասում են բանը չի բանագնացը չի ուրեմն խոսում է Լավրովի հետ եւ Լավրովի իրան եւ բանավոր եւ գրավոր բավական կոպիտ ծվի նորից պատասխանեց որ մեր դիրքը չենք փոխում մենք ուզում ենք ամեն ինչ որ ասել ենք եւ ոչ մի կոմպրոմիսի տեղ չկա դուք պետք է համաձայնվեք հաշվի երբ որ ռուսները ասում են պետք է շատ լավ խոսանք եւ դուք միայն հաշվի առեք մեր շահերը մեր անվտանգության խնդիրները եւ այլն ոչ չի նշանակում որ այստեղ կարող ենք ինչ որ կոմպրոմիսներ անենք մի քիչ մենք տեղի գտանք մի քիչ դուք դա չի նշանակում իրենց մոտ ասում են պետք է խոսանք բանակցենք բանակցելու բան չկա բանակցում ես ինչ որտեղ դու նորից լսում ես թե իրանք ինչ են պահանջում ու դու պիտի կատարես երբ որ չես անում դու փիսն ես